Աննա ջան, բոլորը գիտեն, թե ռեստորան ենք ստեղ բաց։ Մասամբ են ճիշտ։ Ստեղ լինելու է մեծ արտադրամաս ու առաքման խոհանոց։ Ռեստորանից մենակ խոհանոցն ենք ունենալու, այն էլ ահռելի մեծ։ Եկեք գնանք նայենք։ Բայց երկրորդ ռեստորանի մասին խոսացողներն են, ինչ որ սխալվում են, այդ հետո կասեմ։ Հիշում եք ասում եք, որ սկսելու ենք, հեսա արդեն տեխնիկան բեր։ Այսօր սկսել զոնտերը ախած են օդափոխության, խոհանոցի թոքերը տեղում են։ Այս ամենամեծ թոքն է, տաք արտադրամասի քաշով օդատարն է, Թիլ շեֆի տղեկն են, ընտիր գործ են անում։ Ստեղ լինելու է խմորային ուտեստների արտադրությունը։ Իսկ այս ամենահամով ձեր սիրած խորովածի տեղը, մանգանը 6 մետր է, որ բոլորիդ կհանանք, ինչքան ուզում եք խորոված տանք։ Թափ-թազա, հենց մեր տեղական արտադրությունն է, որ ասում է, հպարտանալու ֆիրմա կա Հայաստանում, այս Թիլ շեֆն է։ Նրանք ինչ գազան մանգալներ է սարքել։ Իդեպ օդատար զոնտերն էլ զանգելու եք, Քամանչայից առաքում եք պատվիրելու ու ստեղ մաքսիմալ արագ ձեր պատվերը պատրաստվելու է, դե համովել չեմ ասում։ Ու հասնի ձեզ։ Այս ծավալը արվել է ձեզ արագ առաքում տալու նպատակով։ Բոլորը երկու օրվա մեջ կավարտենք։ Վերևի հատված դել իմաստ չունի բարձրանալ, այնտեղ օֆիսային տարածքն է լինելու, մարքեթինգ, հաշվապահություն։ Ստեղ էլ ահագին առաջ են գնացել, օդափոխություն լրիվ պատրաստ է, հեսա սկսում ենք կախել, առաստաղը փագենք, կոյուղին ենք թարմացնում, սառցարան ու սառնարան կամերաների նյութերն են, մոտակա օրերին արդեն հավաքած կլինեն։ Մեծ կամերաներ ենք ունենալու, որպեսզի մաքսիմալ շատ պրոդուկտ կարողանանք պահել, մշակել, ապահովել առաքման խոհանոցին հումքերով։ Այս հատվածը լինելու է արտադրամաս, որը ծառայելու է խոհանոցին։ Դե ընթացքը արագանում է, հետաքրքրանում է, ավելի հաճախ փորձեմ ինֆորմացիա տալ ինչա կատարվում։ Սպասեք ամով նորությունների։